Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Վարչապետը տեղեկացրել է, որ նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով մայիսի 8-ից կգտնվի արձակուրդում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ, որին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանին ուղղված ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար հարթակ տրամադրելու կտրականապես անընդունելի լինելու մասին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է Անկարային ներառի Եվրոպայի պաշտպանական ծրագրում։ Նա նշել է, որ Թուրքիան Եվրամիության անդամակցությունը համարում է իր ռազմավարական նպատակը, սակայն ակնկալում է հարաբերություններում համապարփակ առաջընթաց։ ԱՄՆ արտահայտության նախարարությունը Ուկրաինան հանել է այն երկրների ցանկից, որոնց նկատմամբ գործում են սպառազինությունների ներմուծման սահմանափակումներ, հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլգա Ստեֆանշինան։ Միակ երկիրը, որի նկատմամբ գործում է սպառազինության ներկրման սահմանափակումներ, Ռուսաստանի Դաշնությունն է։